Դժբախտ դեպք տեղ ունեցավ։ Գյուղը քիչ է նաև ռայոնը։ Ապարան, մեծ ցավը ապրում։ Արագածոտնի մարզի Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանն է պատմում, խոշորացված ողջ համայնքն է սգում 3 բանակում մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահը։ Պաշտոնական հաղորդագրությամբ 3 առավոտյան դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով է մահացել զինվորը։ Նա ընտանիքի միակ տղան էր, անչափահաս քույր ունի։ Ընդունել էր ֆիզկուլտ ինստիտուտ, մարզական լրագրող։ Ընդունելուց հետո գնաց բանակ Ույս դժվարությունը պատահեց։ Չափված, ձևած, խելացի, շնորհքով մարդիկ են, աշխատող, ստեղծող, արարող։ Պաշտպանության նախարարությունը տարեսկզբից մինչև այսօր բանակում զինվորների մահվան 4 դեպքի մասին է հաղորդել։ Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին։ Այդ 4 դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սակայն ոչ թե 4, այլ 7 զինծառայողի մահվան մասին տվյալներ ունի։ Գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, 7-ն էլ մահացել են խաղաղ պայմաններում։ 3 դեպքի մասին պաշտոնապես հաղորդագրություն չի տարածվել։ Մենք դրանց մասին իմացել ենք պաշտոնական կառույցներին հարցման արդյունքում։ Այդ 3 դեպքերից 2-ը առողջական խնդիրների հետևանքով են, 1 դեպքը ավտովթարի հետևանքով մահվան դեպք է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով նախորդ տարի 40 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Նրանցից միայն 4-ն են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել։ 36-ը մահացել են ոչ մարտական պայմաններում։ Թեև նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ ըստ իրավապաշտպանի բանակում մահվան դեպքերը նվազել են, այդուհանդերձ Մովսեսյանը համոզված է, ոչ կանոնադրական հարաբերությունները դեռ լուրջ խնդիր են մնում բանակում։ Շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը զինված ուժերում, որոնք հանգեցնում են ինքնասպանության կամ սպանության դեպքերի, կոնկրետ այս տարի 2 դեպքով ինքնասպանություն, մտահոգիչ եւ խնդրահարույց է հենց այդ փաստը, որ չեն նվազում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, այդ թվում նաեւ սպանություն եւ ինքնասպանություն որակված մահվան դեպքերը։ Իրավապաշտպաններից բացի 3 նաեւ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր ազգային ժողովի ամբիոնից մտահոգիչ համարել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Ցավոք պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական խաղաղ պայմաններում ունենալ զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ, եւ այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաեւ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում։ Քննչական կոմիտեի հաղորդած զինծառայողների մահվան 4 դեպքից միայն մեկով կալանավորված կա։ Նա ժամկետային զինծառայող է։ Թե կոնկրետ որ դեպքի մասին է խոսքը կոմիտեից չեն մանրամասնում։ Իրավապաշտպան Նազելի Մովսիսյանն ասում է, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները հիմնականում չեն ընդունում պաշտոնական վարկածները։ Նախկինում շատ ավելի հաճախ հանդիպող եւ ներկայումս որոշ դեպքերում նորից հանդիպող պրակտիկա է, երբ ծնողները համաձայն չեն ինքնասպանություն որակման հետ, կարծում են, որ դեպքը տեղի ունեցել սպանության հետևանքով, իհարկե հիմնվելով այն ինֆորմացիայի ծառայության ընթացքում ծառայողների հետ հարաբերությունների, վատ վերաբերմունքի դեպքերի, հիմնականում կասկածները առաջանում են դրանից։ Նախորդ տարվանից մենք ունենք 2 դեպք, որոնցով զբաղվում ենք։ Մեկ դեպքում է, որ զինծառայողի հարազատները ենթադրում են հավանական է, որ ինքնասպանություն է, սակայն այստեղ այլ հանգամանքներ կան, թե ինչն է դրդել զինծառայողին ինքնասպանության, որովհետև թե քրեական բարքերը, որոնք չեն վերանում զինված ուժերում, թե զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի, սպառնալիքի դրսևորումները, բնականաբար սրանք այն հանգամանքներն են, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության եւ անհամաձայնությունը ծնողների սրա հետ է, որ զինված ուժերում չկա հստակ վերահսկողություն։ Ապագա սպորտային լրագրող Նստ Գյուղապետի օրինակելի վարք է դրսևորել ծառայության ընթացքում, բազմաթիվ պատվոգրեր ուներ։ Նրա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։